Բարի լույս սիրելի երևանցիներ, Հաջողնակ վարչական շրջանում եմ գտնվում, Նազարբեկյան թաղամասում։ Տեսեք, ասֆալտապատման աշխատանքները, որը 25 թվականին էին կատարվել, քաղաքացիական պայմանագիրը ասֆալտից բացի ոչինչ չուներ ասելու անցած տարի։ Սա անորակ ասֆալտապատման աշխատանքներն են անցած տարվա։ Հիմա ես ցույց եմ տալու, թե քան միլիարդավոր դրամներ ինչպես են մսկվել, այսինքն անորակ ասֆալտապատումից են, որ ասում էին բիտում չկա, ասֆալտապատումը անորակ է կատարվում, այս դրա մասին էինք ասում։ Հիմա պարոն Ավինյանը նորից կասի, այո, աննախադեպ ծավալով ձյուն է եկել, ինչից խոսեցինք, ասեցին աննախադեպ էր, անձրևից խոսեցինք, աննախադեպ էր ձյունը, աննախադեպ էր ասֆալտապատումը, աննախադեպ էր, այո, այս է, այդ աննախադեպ ասֆալտապատումը սա է, տեսեք, հիմա ցույց կտամ, ամբողջ երկայնքով այն ճանապարհը, տեսեք, որտեղ անցած տարի կատարել են հոսալեցումներ, ասֆալտապատումներ, ամբողջ ճանապարհը այսպիսի վիճակում է գտնվում, սա մանկապարտեզ տանող ճանապարհն է, տեսեք։ Նաև ինչ եմ ուզում նաև կոչ անել, տեսեք, ամբողջությամբ սա սենց ճաքել է, տեսեք։ Որակյալ ասֆալտապատումն է, տեսեք, քաղաքացիական պայմանագիրը գլուխ էր գովում իր ասֆալտներից, ամբողջ Երևանում է այսպես, բոլորը կարող են դա իրենց թաղամասերում տեսնել, տեսեք, այստեղ սենց երկար ճանապարհ է գնում, ամբողջությամբ այսպիսին էր ասֆալտապատումը դարձել, տեսեք, քանդուքարապ վիճակում է գտնվում, նաև կոչ եմ անում Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին, որը բնակվում է այս փողոցին հարակից, Հանրային հեռուստաընկերության գեթ մեկ անգամ գոնե բարձրաձայնի նման խնդիրները եւ կսպասեմ դրան, իհարկե չտեսա մեկ անգամ Պետրոս Ղազարյանը նույնիսկ իր թաղամասի մասին խոսի, բարձրաձայնի եւ քննադատի քաղաքացիական պայմանագրին այս վիճակի համար մեքենայով երևի ինքը եւ իր կինը, նախարար կինը այստեղով են անցնում, բայց հետաքրքիր չի իրենք կարևորը իրենց գումարները ստանում են, հանրային հեռուստաընկերության դուրս են գալիս իշխանության այսպիսի ձևակերպում անեն, պաշտպանությունն են իրականացնում, այնիշ քաղաքացիների հարցերը թողած, այս մարդիկ իրենց անձնական շահերն են օգտագործում, տեսեք, ամբողջությամբ ճանապարհը քանդուկ հարապ է եղել։ Այստեղով հանրային տրանսպորտ է գործում, մոտ 3 գիծ է այստեղով անցնում հանրային տրանսպորտի։ Տեսեք։ Ամբողջ երկայնքն է այսպես, ես կքայլեմ մի քիչ եւ մեր երևանցիներին ցույց կտամ քաղաքացիական պայմանագրի այն անցած տարվա PR-ները, որ ասֆալտապատում են անում, սա են անում, նա են անում, այս այն անում, սիրելի երևանցիներ, ինչքան էլ փորձեն ասեն ձյան պատճառով է, դա սուտ է, ես կարող եմ օրինակ տեղեր ցույց տալ, որ սովետական միությունից նույնիսկ ասֆալտ կա, որ այսպիսի վիճակի չի, 40 տարվա ասֆալտ էսպես սենց վիճակի չի, ինչը անցած տարվա ասֆալտը այս վիճակում է գտնվում։ Սա ոչ այլ ինչ է, քան թալան, դասական թալանի օրինակ, տեսեք։ Ամբողջ ճանապարհը Երևան քաղաքում Արինբերդ փողոց են դարձրել, տեսել եք Արինբերդ փողոցը, ամբողջ Երևանն է դարձել Արինբերդ, ու այս տարի էլ միլիարդավոր դրամներ պիտի էլի ծախսեն, ընտրություններից առաջ, 1-2 ամիս առաջ սկսեն մեծածավալ աշխատանքները, այնտեղ կգան, կզեկուցեն, սա էլ տեսեք ցույց տամ նաև աղբահանությունը, շինարարական աղբը,
Սա է շինարարական ակտն է, այն դավարս ընկերությունն է, որը իր պարտավորությունները այդպես էլ չկարողացավ կատարել, իսկ Տիգրան Ավինյանը չենք հասկանում, ծանոթ բարեկամ է ինչ է, այդ ընկերությանը ինչի չի հեռացնում, երբ որ չի կատարում իր պարտականությունները, տեսեք։ Այնտեղ վերջնակետ են ավտոբուսի եւ ամբողջ այդ ավտոբուսի սկզբնամասից ամբողջը քանդված է։ Տեսեք։ Նաեւ այս ասֆալտապատումը փչացնում է շահագործվող պետական հանրային տրանսպորտը, բոլոր մեր մեքենաներն են փչացնում, ջարդվում են, բայց գուրքահարկը պարտադիր պետք է մուծեն մեր վարորդները։ Կոչս առաջնային Աչոպտակ թաղամասում բարձրաստիճան շատ պաշտոնյաներ են ապրում, նաև հենց այս փողոցով են ասնում, բոլորը կոչ արեք մեկ մարդու նման, տեսնենք այդ դուխը ունեք, որ քաղաքային իշխանությանը, ասեք, այս ինչ անորակ ասֆալտապատում եք կատարել, ինչի եք այս գումարները մսխվել, ով պիտի պատասխան տա մեր քաղաքացիների գումարները մսխելու համար։ Եվ ձեզ դրանից միլիարդավոր գումարներ եք պարգևավճար դուրս գրել, ինչի համար, այս ցածրորակ ասֆալտապատման համար։ Այսքանը։